Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Կրեմլի կողմից պատերազմը դադարեցնելու պատրաստակամությունը եւ ամբողջ Ուկրաինան չգրավելն արդեն իսկ մեծ զիջում է։ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է արագ հասնել համաձայնության Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև եւ թե ինքը, թե պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել են, որ Վաշինգտոնը կհրաժարվի իր միջնորդությունից, եթե դա շուտով տեղի չունենա։ Նա նշել է նաեւ, որ ամերիկյան կողմը մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար, սակայն այդ ճնշումների մասին հրապարակայնորեն չեն բարձրաձայնվում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով իր վարչակազմը ճնշում է գործադրում նաև Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ աշխատելն ավելի դժվար է եղել, քան Պուտինի հետ, սակայն Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի առաջարկին, մինչդեռ Պուտինը տարբեր պայմաններ է առաջադրել համաձայնագրի համար, նշել է Թրամփը։ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ այս շաբաթ նախատեսված են քննարկումներ։ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը վերջնականացնեն խաղաղության համաձայնագիրը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ եվրոպացի դաշնակիցները համակարծիք են, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է։ Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում Ռյուտեն նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում վերջին օրերին լավ առաջընթաց է գրանցվել։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորության թեմային անդրադառնալով Ռյուտեն հայտնել է, որ այժմ սեղանին ինչ-որ բան է դրված եւ ընդգծել գնդակը Ռուսաստանի դաշտում է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական ու արդյունավետ է որակել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդականի, պետքարտուղարի եւ Պենտագոնի ղեկավարի հետ հանդիպումները։ Լրատվամիջոցները գրում են, որ Հնդկաստանի եւ Պակիստանի զինվորականները միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել Ջամու եւ Քաշմիրի սահմանային հատվածում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում եւ Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել։ Նյու Դելհին տեղի ունեցածի համար մեղադրում է Պակիստանին։ Հնդկաստանի կառավարությունն անմիջապես դադարեցրել է վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին։ Ապրիլի 27-ից էլ կչեղարկվեն արդեն հաստատված վիզաները։ Հնդկական կողմն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ հեռանալ Պակիստանից, ինչպես նաև դադարեցվել է Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը։ Պակիստանի իշխանություններն էլ ի պատասխան փակել են օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար եւ դադարեցրել Հնդկաստանի հետ առևտուրը։ Իսլամաբադից նախազգուշացրել են Պակիստանի ինքնիշխանությանը եւ նրա ժողովրդի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ վճռական արձագանք կստանա, իսկ եթե Ինդոսի գետի հոսքը դադարեցվի կամ փոխվի, դա կընդունվի որպես պատերազմի ակտ։ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության, Ալ Ջազիրա հեռուստալիքի եթերում զգուշացրել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս վտանգավոր զարգացումներին։ Երկու երկրներն էլ միջուկային տերություններ են, ընդգծել է նախարարը։ Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքն արգելափակված է ավելի քան 50 օր։ Անկարայում իր նորվեգացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նա ընդգծել է պաղեստինյան անկլավի բնակիչների նկատմամբ սովը որպես զենք սակարկության առարկա կամ պատժի գործիք օգտագործելու անթույլատրելիությունը։ Դիվանեկետը նշել է, որ Իսրայելն ի տես միջազգային հանրության շարունակում է Գազայում զանգվածային սպանություններ կատարել, որոնք աննախադեպ են իրենց դաժանությամբ։ Ֆիդանն ընդգծել է Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան եւ շարունակական առաքումն արագ վերականգնելու անհրաժեշտությունը։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Ադրբեջանում է։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է նաեւ, որ Կալասը հանդիպումներ կունենա նաեւ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ապրիլի 28-ին մեկնելու է Ադրբեջան։ Պատվիրակության կազմում կլինեն նախարարներ, 4 նահանգապետեր, սահմանակից նահանգների գործարարներ։ Վերջին ամսում ակտիվորեն ընթանում էին այցի կազմակերպման աշխատանքները։ Այդ նպատակով Բաքու էր մեկնել նաև Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը։ Մերին Էրսիսյան, լուրեր։